Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալը մոտենում է ավարտին, բայց մինչև ավարտն ամենահետաքրքիր ու ամենահուզիչ տեսարաններն են։ Շատ շուտով հեռուստադիտողները ականատես են լինելու «Մոր ու դստեր» հուզիչ գրկախառնությանը, բայց առայժմ ամենահուզիչ տեսարաններն այսօր էին։ Երբ Աննան տեսավ Անգելինային, ուղղակի հոգին փոթորկվեց։ Նա բառ չգտավ ասելու դստերը։ Նրա աչքերը ասում էին ամեն ինչի մասին։ Նա ուղղակի մեկ բան էր ցանկանում այդ պահին՝ գրկել Անգելինային ու այլևս բաց չթողնել։ Իհարկե, նա մեղադրանքներ ունի բոլորի հանդեպ։ Նա իրավունք ունի մեղադրել բոլորին, քանի որ իր շրջապատում բոլորը գիտեին այդ մասին ու իրենից թաքցրեցին։ Նույնիսկ իր հարազատ դուստրը գիտեր այս պատմության մասին, թողեց հեռացավ ու մորը թողեց չիմացության մեջ։ Այսօր, երբ նա գիտի ճշմարտությունը, արդեն չգիտի որտեղից սկսել, ինչպես գրկել Անգելինային ու բացատրել, թե ինչ է կատարվում իր հոգու խորքում։ Բայց Անգելինայի համար էլ հեշտ չէ, քանի որ հենց այս պահին նա հրաժեշտ է տվել Հենրիին, այն մարդուն, ում սիրում է կյանքից առավել։ Անգելինան ներելու է ամեն ինչ, բայց ոչ դավաճանությունը։ Նա սիրում է Հենրիին, բայց պատրաստ չէ ներել նրա դավաճանությունը, քանի որ նա գիտեր, թե ովքեր են իր կենսաբանական ծնողներն ու լռեց երկար ժամանակ։ Նույնիսկ խաբվեց, որ նրա կենսաբանական ծնողները ողջ չեն, հասկանալով, որ եթե Աննան իմանա այս գաղտնիքի մասին, ապա իրենց ընտանիքում քարը քարի վրա չի մնա։ Ամեն դեպքում հիմա էլ այլևս շախունցների ընտանիքից ոչինչ չի մնա։ Հենրին հայտնվել է բարդ հոգեբանական վիճակում։ Մի կողմից Աննայի հանդեպ մեղքի զգացումը, որ նա այսքան ժամանակ թաքցրել է ճշմարտությունն ու չգիտի ինչպես նայել Աննայի աչքերին։ Չէ՞ որ Աննան իրեն մեծացրել է հարազատ զավակի նման, և նա երկար տարիներ նույնիսկ չի իմացել, թե ով է իր կենսաբանական մայրը։ Իհարկե, այստեղ կարելի է ասել հաշիվը հավասար է, քանի որ Աննան նույնպես երկար տարիներ Հենրիից թաքցրել է, թե ով է իր կենսաբանական մայրը։ Եվ այս ամենը մեկ մարդու պատճառով՝ Միքայելի, ով փորձել է դասավորել իր կյանքը, բայց այդպես էլ չդասավորվեց ոչ իր կյանքը, ոչ էլ թողեց, որ հարազատները, իր շրջապատում գտնվող մարդիկ երջանիկ լինեն։ Սկզբում Հենրիի երջանկության հաշվին փորձեց պահպանել գաղտնիքը, հիմա էլ ամեն ինչ իր կառավարումից դուրս է եկել, և բնականաբար դա նրան կատաղեցնում է։ Նա հասկանում է, որ Անգելինայի հայտնվելուց հետո Սոսն ու Աննան հավանաբար միասին են լինելու։ Բայց արդյոք Աննան պատրաստ է լինել Սոսի կողքին այն բանից հետո, ինչ կատարվել է այսքան տարիներ։ Սոսն էլ անմեղ չէ, չէ՞ որ 25 տարիներ նա խաբել ու թաքնվել է Աննայից։ Եթե ժամանակին հայտնվեր, եթե նրան չխաբեին ու չասեին, որ Սոսը մահացած է, միգուցե ինչ-որ բան երկուսի կյանքում էլ փոխվեր։ Բայց Աննան հիմա ունի պատասխանատվություն, նա ունի որդի Դավիթը, ում պետք է մեծացնի ու հասցնի իր նպատակներին։ Արդյոք Աննան կընտրի տղամարդու հետ լինել ու փորձել դասավորել իր կյանքը, թե իր կյանքը կնվիրի իր որդուն։ Իհարկե, ցույց կտա ժամանակը։ Հեռուստադիտողների կարծիքներն էլ այս առումով բաժանված են երկու խմբի։ Մի մասը կարծում են, որ նա պետք է միանա Սոսին, մյուս մասն էլ կարծում են, որ պետք է ների Միքայելին ու փորձի երջանիկ լինել։ Բայց այստեղ ամենահուզիչ տեսարաններն են հեռուստադիտողները ուղղակի հիացած են Էմմա Մանուկյանի խաղով։ Էմմա Մանուկյանը կարողացավ իր կերպարի ողջ ասելիքը հասցնել հեռուստադիտողներին ու հեռուստադիտողներն ուղղակի հիացած արցունքներն աչքերին դիտում էին նրա խաղը, և իհարկե համացանցի արձագանքներից պարզ է դառնում, որ նա կարողացել է հուզել բոլորին։ Իր խաղով անտարբեր չի թողել ոչ ոքի։ Դե իհարկե, Անգելինան ու հեռուստասերիալում նկարահանվող մյուս դերասանները ևս իրենց ասելիքը կարողացան հասցնել հեռուստադիտողներին ու
դիպչել հեռուստադիտողների սրտերին այնպես, որ դեռ ամենահուզիչ տեսարաններն առջևում են, սպասենք, թե ինչպես են մայր ու դուստր ուղղակի գրկելու իրար ու առանց խոսքի արտասվելու։ Հավանաբար դա լինելու է ամենահուզիչ սրտաճմլիկ տեսարաններից մեկը այս նախագծում, բայց սա դեռ վերջը չէ, որ Անգելինան հայր ունի, ու կենսաբանական հայրը շատ շուտով գալու է, որպեսզի գրկի դստերը։ Սոսի հանդեպ Անգելինան առանձնապես համակրանքել չունի, բայց նա ստիպված է ընդունել, որ Սոսն է իր կենսաբանական հայրը ու փորձել գիտակցել, որ այլ տարբերակ չունի։ Իհարկե, նա Սոսին ընդունել է այնպես, ինչպես տեսել է հատկապես Աննայի հետ վեճերի ժամանակ, բայց արդյոք դա իրական Սոսն է։ Ինչպես Աննան է նշել հեռուստասերիալի բազմաթիվ սերիաներում, այս Սոսը իր ճանաչած Սոսը չէ։ Իր ճանաչած Սոսը մահացել է տարիներ առաջ։ Բնականաբար կյանքը փոխել է Սոսին, նա իր դստեր հանդեպ այնպես չի լինի, ինչպես հիմա է։ Դուստրը ստիպված է ընդունել, որ Սոսն իր հայրն է ու փորձել երջանիկ լինել։ Վիկտորիան վախ ուներ, որ Աննան կխլի Անգելինային իրենից, բայց այդպես չէ։ Աննան երբեք Անգելինային չի խլի ու Անգելինան երբեք մենակ չի թողնի Վիկտորիային ու ավագին, ինչ էլ որ պատահի։